Հայկական ազգային նվագարանների Արարատ բենթամույթը Մոսկվայի ազգությունների տանն էր հնչյունային եւ գունեղ մեղեդայնությամբ ներկայացնում հայ երաժշտության 156-ամյա չգերազանցված հանճարի Կոմիտասի ստեղծագործությունները։ Յուրահատուկ եւ ինքնատիպ ձևաչափով երաժշտական երեկոն մի յուրօրինակ ճամփորդություն էր Կոմիտասի կյանքի ճամփաներով անցյալից դեպի ներկա։ Ծանոթանալով Կոմիտասի կյանքին ու գործունեությանը մենք միասին նորովի կբացահայտենք մեր արմատները։ 3 եւ ավելի տարիներ Մոսկվայի մեր դարավոր մշակույթն ու մասնավորապես երաժշտարվեստը որպես ազգային ժառանգություն չկորցնելու, պահպանելու եւ տարածելու առաքելությամբ գործող Արարատ բենթամույթը հայրենիքից հեռու իր ուրույն երաժշտական լեզվով ու ազգային նվագարաններով ռուսաստանցի արվեստասերներին է պատմում մեր արմատների, ինքնության ու տեսակի մասին։ То, как они представляют жемчужины армянской музыкальной культуры вне своей родины, это не только красиво, это не только талантливо и душевно, это еще и очень грамотно, потому что они скрупулезно кристаллизуют те самые драгоценные пласты армянского музыкального наследия и передают это российской публике. Սողոմոնը ծնվել է 1869 թվականին Անատոլիայի Քյոթահիա քաղաքում։ Արարատ բենդի երաժիշտները Կոմիտասյան երեկոյին կատարողական բարձր վարպետությամբ ունկնդրին էին փոխանցում Կոմիտասի ոչ միայն հայի նկարագիրը ճշտորեն բնորոշող ազգային ֆոլկլոր երգը, այլև հրաշալիորեն էին ներկայացնում Կոմիտասի կերպարը, որի մեջ ամբարված է հայի թախիցն ու տխրությունը, դարերից ձգվող կարոտի ու խաղաղապրելու, երազանքի ու սիրո երգը։ Մոսկովյան երաժշտական աշխարհում այլևս ճանաչված ազգային նվագարանների համույթը կանոնի, դհոլի, դուդուկի եւ դաշնամուրի համադրությամբ ակադեմիական մաքրությամբ էր հնչեցնում Կոմիտասի բազմաշերտ ստեղծագործությունները։ Երաժշտության գերող ելևէջներով պատմում հայ երաժշտության երախտավորի կյանքի մանրամասները։ Մեկ տարին դեռ չմեռացած մահանում է նրա հայրը։ Որբ բայցուսյալ Սողոմոնը ճակատագրի բերումով ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան ու ստանալով աբեղայի կոչում դառնում հայ ժողովրդի Կոմիտասը, փնտրում, գտնում, մոռացությամբ հոշուտ սրբում եւ բացահայտում է հայ երգի խորքային էությունը։ Հասարակ ժողովրդից հավաքած ազգային երգն ու երաժշտությունը վերադարձնում էր ժողովրդին որպես ազգային ժառանգություն, որպես համամարտկային դարձած մշակութային արժեք։ Շնորհակալ ենք քեզ, ամենայն հայոց երգի վեհապար Կոմիտաս վարդապետ։ Հայ երաժշտարվեստի նկատմամբ սիրով ու պատասխանատվությամբ մեր ազգային մաքուր պահելու, օտարամոլությամբ չվարակվելու խորհրդով երաժշտական երեկոն նաև բազմաժանր էր։ Արարատ բենդի գեղարվեստական ղեկավարի հրահանգով մի ակնթարթում բեմում իրար են հաջորդում հայկական կոմպոզիտորական ու աշուղական, ռուսական ու իտալական մեղեդիները, հայկական ազգային նվագարանների մելիզմներով։ Կոմիտաս ներկայացնելուց հետո շատ դժվար է ներկայացնել այս ստեղծագործություն, որտեղ իսկապես Կոմիտաս հասկանալ եւ լսել եւ հետո անցում կտրուկ իտալական բելաչավի դժվար գործ է։ Ինչևէ, ինչու հենց այդպես ընտրեցինք, որպեսզի մեր ունկնդիրը տեսնի թե ինչքան գեղեցիկ է մեր ազգային նվագարանային արվեստը։ Հարուստ է նաև եւ մենք կարող ենք այո ներկայացնել հոգեվոր երաժշտություն եւ կտրուկ անցում, չգիտեմ, աշխարհահռչակ ինչ-որ ստեղծագործությունների։ Արարատ մշակութային միության նախաձեռնությամբ Կոմիտասի հիշատակին նվիրված հարուստ բովանդակությամբ երաժշտական երեկոյի եզրափակիչ ակորդը նույնքան տպավորիչ էր։ Բեմում դհոլահարների Ղուկասյան դպրոցի պատանիսաները հնչեցնում են դհոլի հայկական ռիթմերը։ Հզոր հնչյուններ, որոնցում ամբարված է հայի իր արմատներին ամուր կարճած մնալու, իր տեսակը պահելու,
ինքնության կորստի դեմ նաև ազգային մշակույթով դիմակայելու հրամայական է։ Սուսաննա Հովհաննիսյան, Դավիթ Մուսինյան, Արման Նսերյան, Մոսկվա, Մեդիա Взгляд։